Ոնց ես։ Լավ։ Ինչից ենք խոսելու։ Սովորական է։ Ոնց սովորական։ Ինչ ասել է սովորական։ Զզվել եմ սովորական եթերից, զզվել նադայել եմ եղել։ Չնայած չմտածես, որ ես քո հյուրն եմ, արդեն սովորական չի։ Այսպիսով սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք տաղավար, կրկնում եմ ձեզ հետ Պետրոս Ղազարյանն է եւ այսօրվա իմ հյուրն է ամենա Շուշան Պետրոսյանը։ Բարև ձեզ Շուշան, ինչքան Բարև ձեզ Շուշան, ինչքան կարելի է երգել հայրենիքի մասին։ Նախ ես ուզում եմ ողջունել այն հեռուստադիտողներին, ովքեր մութ ու ցուրտ տարիներին չլքելով հայրենիքը մնացին Հայաստանում։ Ովքեր ինձ հետ միասին օպերայի բակում պայքարում էին ազատության համար, ու այսօր ինձ հետ միասին ապրում են այդ ազատ հանրապետությունը։ Շուշան, շնորհակալություն, դուք շեղվեցիք թեմայից, հեռուստադիտողներին հետաքրքրում է ինչքան կարելի է երգել հայրենիքի մասին։ Պետրոս, անսպառ կարելի է երգել հայրենիքի մասին։ Անսպառ, գիտես ինչի, որովհետև հայրենիքը այդ բացի օդ, հող, ջուր, սարեր լինելուց Պետրոս, այդ նաև մարդիկ են, ովքեր ապրում են այս հայրենիքում, այդ ես եմ, մեկնա, մյուսնա, դա դու ես, ու այո, թերություններ էլ կան հայրենիքում, բայց ես ապրում եմ այս հայրենիքում, որովհետև ես սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ ես, սիրում եմ իմ երկիրը։ Շատ ճիշտ։ Շատ ճիշտ նկատեցիք Շուշան եւ տարօրինակ է այն, որ այդ երգը հայրենիքի մասին է եւ դուք այնտեղ չկաք։ Ճիշտ է, ես չկամ այդ երգում։ Փաստորեն այդ երգն էլ թերություններ ունի։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ուրվագիծ հաղորդաշարի հերթական թողարկումը եւ իմ հյուրն է ամենա Շուշան Պետրոսյանը։ Շուշան, այդ երգը, որը նոր հիշատակեցիք, բառերը, խոսքերի հեղինակը, ինչպես միշտ Ավետ Բարսեղյանն եւ ես չեմ հասկանում ինչքան կարելի է գրել սիրո մասին, ես իմ երեխային արգելելու եմ նման երգեր լսել եւ ընդհանրապես անընդհատ գրել սիրո մասին։ Ներողություն, Պետրոս, կարող եմ պատասխանել։ Այո, իհարկե։ Նախ ասեմ, որ Ավետը իմ ընկերն է ու շատ լավ է գրում, շատ լավ է գրում, տղեն պայ այդպես էնիկ է, շատ լավ զգում է մեղեդին, շատ լավ է գրում, հետո տուն է պահում այդ տղան, տուն է պահում։ Եվ Պետրոս, այսօր ատելությունը, ստորությունը, նենգությունն ու չարությունը այնքան շատ են, որ կարիք կա սիրո մասին երգելու։ Եթե Էլլա Ֆիցջերալդը երգում է սիրո մասին, ես կարող եմ երգել սիրո մասին։ Եթե Բիթլերը երգում են սիրո մասին, Պետրոս, ես կարող եմ երգել սիրո մասին։ Եթե Ստիվի Վոնդերը երգում է սիրո մասին, ուրեմն ես էլ կարող եմ երգել։ Իմիջայլոց, ասում են, որ ձեր այդ վաղեմի երազանքը կապված Ստիվի Վոնդերի հետ կատարվեց եւ դուք նրան հանդիպեցիք։ Այո, ես մեծ բան շահեցի Պետրոս, որովհետեւ իրականացավ իմ վաղեմի մանկության երազանքը։ Կուրկ բառը չեմ սիրում, բայց այս դեպքում տեղին է ասել, որ ես ուղղակի մեռնում եմ իր երաժշտության համար։ Ու ես տեսա Ստիվի Վոնդերին, եւ ես մեծ բան շահեցի, որովհետեւ ես տեսա Ստիվի Վոնդերին։ Բայց նա կարծում եմ մեծ բան կորցրեց, որովհետեւ նա ձեզ չտեսավ։ Շատ սև ու անհավ հումոր էր Պետրոս, շատ սև։ Հաջորդ հարցը տվեք։ Շնորհակալություն, Շուշան, իսկ առհասարակ ոնց եք նայում այն փաստին, որ հաղորդավարները երգում են օրինակ հանրային հեռուստատեսությամբ կանոնական ինչ-որ տարօրինակ հաղորդում, խուճուճ հաղորդում Ռուբիկոն։ Մինա ավելի պակաս ոչինչ չի փոխում, այդ հաղորդավարը խուճուճ երգեր է երգում, ինչու են հաղորդավարները երգում։ Իմ ընկերն է։ Ես իմ երեխային արգելելու եմ։ Եվ ասեմ, որ ինձ համար է շատ տարօրինակ, շատ։ Թե ինչու է երգում։ Ինչու որոշեց այդ խուճուճ տղան երգել։ Շատ անհասկանալի է։ Ու առհասարակ ինչ տենդենց է նկատվում, բոլորը սկսել են երգել։ Ով զարթնում է, որոշում է երգից դառնալ ու սկսում է երգել։ Հաղորդավարները երգում են, դերասանները երգում են, ինժեներները երգում են, շիկերը երգում են։
Կիբերնետիկները երգում են, բժիշկները երգում են, պատմաբանները երգում են, նկարիչները երգում են։ Բայց եթե ես չեմ սխալվում, դուք ավարտել եք Գեղարվեստի ակադեմիան։ Այո, ես ասացի նկարիչները։ Նկարչուհիները կարող են երգել։ Բայց ոչ նկարիչները։ Այո, փորձը ցույց է տալիս, որ նկարչուհիները կարող են երգել։ Լավ, իսկ Շուշան այն հարցին, որ երգիչները Այո։ սկսում են անել հաղորդավարություն, կտրում են մարդկանց օրվա հացի փողից, ընդ որում նկարիչներ կարող են երգել, բայց երգիչներ ինչ են դառնում հաղորդավարի։ Ներեցեք, ես վերջերս տեսայելի հանրային հեռուստատեսությամբ մի հաղորդում, որտեղ դուք անդադրուն ձեզ անվանում էիք աստղ, մեկ աստղ չէ, երկու աստղ։ Կարող եք պատասխանել հարցին, Պետրոս։ Նախ ասեմ, որ եթե հաղորդավարները չեն կարող երգել, երգիչները կարող են եւ իրավունք ունեն հաղորդում վարելու։ Եվ ամբողջ կյանքում ինչից փախա, ինչից խուսափեցի գլխիս եկավ։ Ամբողջ կյանքում խուսափեցի աստղ բառից, այսօր մտնում եմ եթերում ասում եմ, եթերում երկու աստղն է, ու այո, ինձ նկատի ունենալով։ Հրանտի հետ եմ վարում, ու այդ հաղորդումն էլ թերություններ ունի։ Հիշեցնեմ սիրելի հեռուստադիտող բարեկամներ, որ իմ այսօրվա հյուրն է Ամենաշուշան Պետրոսյանը։ Շուշան, ամեն առավոտ ծնվում են լիքը երգիչներ, դեղնակտուց, շուրթերը, կաթերը, շուրթերին չչորացած, բերանները դեռևս բացարձակ այդ ձվի կճեպներով, փոքր մանուկներ, դա մեծ չարիք է։ Ես իմ երեխային արգելելու եմ հետագայում, եթե նա ցանկանա միացնել եւ դիտել այդ անհամար տեսավորողակները եւ Գիտես, որ այսօր շատ-շատերը որոշեցին, ես արդեն ասացի դրա մասին, դա մի առանձին թեմա է, որ որոշում են երգել ու երգում են, բայց դրանք մի հին ու բարի խոսք կա, թիթեռի կյանք ունեն։ Թիթեռի կյանք ունեցող երգիչներ են։ Պետրոս, քանի տարի է ես երգում եմ եւ գիտես, քանի թիթեռի նման երգիչներ եկան ու անցան, բայց նա ով պիտի մնար մնաց։ Ես մնացի։ Պետրոսյանը մնաց։ Շուշան մնաց։ Շուշան Պետրոսյանը մնաց։ Ձեր հյուրը մնաց, Պետրոս։ Շնորհակալություն, Շուշան, քանի որ մեր ժամանակը առանցգական չէ, ինչպես լավ գիտեք ինքնդ հին խոսք կա, ժամանակը փող է, ես ուզում եմ տալ եզրափակիչ հարցը։ Հոդվածներում, տարբեր թերթերում, ամսագրերում, լրագրերում, տարբեր գրական հանդեսներում ձեզ համեմատում են Մայր Հայաստանի հետ, բայց ոչ թե հասկացողության, այլ հենց քարի անհոգի արձանի հետ, Մայր Հայաստանի արձանի հետ։ Ես չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ են գրում թերթերը, ինչ հիմարություններ են տպագրում թերթերը, բայց ես հիմա կբերեմ մի քանի տարբերություն, որ դուք կտեսնեք, թե որքանով կապ չունենք ես եւ Մայր Հայաստանի արձանը։ Նախ առաջին տարբերությունը նա է կենտրոն Պետրոս, որ ես որ ես ապրում եմ կենտրոնում, ոչ հեռուստատեսությունում, իսկ նա մոնումենտում։ Ես անընդհատ փոխում եմ իմ ոճը, ես սիրում եմ վառ գույներ, իսկ նա միշտ մոխրագույնի մեջ է։ Իմ սայզը M-ն է, նրա սայզը XXL է։ Ես այդքան ձայնասկավառակ եմ թողարկել, այսքան տարիների ընթացքում, նա մի ձայնասկավառակ է թողարկել։ Եվ Պետրոս, ես հյուրախաղերով շրջել եմ գրեթե ողջ աշխարհը, իսկ նա միշտ նույն տեղում է, տեղից չի շարժվում։ Եվ նրա զենքը իր թուրն է, իսկ իմ զենքը իմ երգը։